Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Սպիտակում քուրիկ ջան, էս ամբողջ Զոր ռայոնը էլի մի հատ աշխատատեղ, մի հատ գործարան, մի հատ բան չկա։ Առաջի խնդիրը է դա։ Ապահովված չեն, սոցիալապես շատ ծանր վիճակում են, թոշակառուների վիճակ, ես ինքս թոշակառու եմ, շատ աշխատել եմ, բայց այնքան էլ բարձր թոշակ չենք ստացել, չենք ստանում, շատ վատ է, հիմա էլ նոր օրենքներ են անում, մենք ամբողջ թոշակառուները մոլորված իրավիճակում ենք, մենք չգիտենք, այդ թոշակները, որ ասում են քարտով կդարձնենք, այս կանենք, այն կանենք, մենք գնում ենք գնունք, ծնունդ, տրանսպորտ ենք նստում, ասեմ գյուղում եմ մեծամասնությունը ազգաբնակչության գյուղում են ապրում, բայց ասենք բերում են տարբեր տեղերից պտուղ բանջարեղեն են իրացնում, վաճառում, հիմա մենք այդ մարդկանց բանկոմատ որտեղից բերենք, որ այդ մարդիկ բանկոմատով առևտուր անեն։ Թոշակների հարցն եմ ուզում ասեմ, թոշակները Իմ թորը սովորում է Երևանի խուլուհամրերի դպրոցում։ Այդ որ թոշակը դարձրել է քարտով։ Իմ երեխան պետք է քարտը դեմ տա վարորդին, հա? Ինչ ղեկավարից եք խոսում, ինչ մարդկությունից եք խոսում։ Այստեղ մարդկություն կա, այստեղ ղեկավար կա։ Բոլա չափամոնտաժ եք, հանկարծ։ Կասեմ թոշակները բարձրացրեք, վերցրեք այդ քարտայի այդ գումարը, որ իրանք պետք է պահեն։ Չեն կարում գյուղի ժողովուրդ ենք սաղած, բերում են ավտոքերով կանգնեն, կարող է հաճուկա, կամ ստեղան առնեմ այդ համ, ստեղ էլ չի լմելի, պետք է այդ համ դանելյան կամ մեծ սուպերմարկետներ, որ կարենամ օգտվել, այդ ավելացումա ինչա չգիտեմ։ Են ատենը մեկերից էր աշկով ես ինչ ասեմ, ոչ աշխարդանք կա, ոչ բանկա սաղ ժողովորդը սոված կտորվածք է, էտա, ուրիշ ոչ մի բան չկա։ Որ իրա խոստումների մի մասը չկատարեց։ Ես այդ ցանկությունը չունեմ։ Ճիշտ որ ասեմ։ Ես որ հանդիպեմ, ասեմ, որ առաջի հերթին Աստծո երկյուղը լյանց մեջ ունի, որպեսզի կարողանան իմաստությամբ ժողովուրդը գտնել։ Իրաց խարատելն իրը ճղտած ամեն ինչն էլ, իսկ մարդիկ կան սով են մատնված, մեղք են, պատերազմի ժամանակ են ճանաչում, որ տանեն Ղարաբաղը ծախին, հողը հմել ստեղ ժողորդը բրադյակային ապրեմ, դա ճիշտ է, անասումնել են թողե, տումնել են թողե, էլար ապրուստել են թողե, էկել են ստեղ տակ սավատ են անում, որ ապրեն, դա ճիշտ է,